քառօրյան քննություն էր, հայ զինվորը գերազանց անցավ 9 տարի անց։ Գերմանիայի նախագահի մեղայականը Ալիևի ցնծությունը խաղաղության թղթի գինը բարձրացնում է։ Ռուսաստանում ապրելը դժվարացնում են, երեխաների համար խնդիր կդառնա դպրոց ընդունվելը, վարորդների համար տաքսի վարելը։ Հարևանի հողն ավելի լավն է, բայց միավորման պատրաստ չեն գյուղացին ու հողային քաշքշուկը։ Ծխախոտի դեմ պայքարը չի ստացվում, նոր բան են հորինում։ 21 տարեկանը չբոլորացներին առաջարկում են ծխախոտ չվաճառել։ Իրենք իրենց առաջարկներում խճճված, ինչ ճանապարհ պետք է անցնել դպրոցի տնօրենի աթոռի համար։ Տեսանյութը նկարեց ու թռավ, քանդերբազություն անող թուրք բլոգերի դեմ քննչականը վարույթ է նախաձեռնել։ Բարի երեկո, ժամը լրատվականը հետևել է, հավաքելու խմբագրել օրվա կարևոր լուրերը, ես Մարիանա Հակոբյանն եմ, սկսում ենք թողարկումը։ 9 տարի առաջ այս օրը երկիրն անհանգիստ էր։ Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ զինվորի համար բարդ քննություն էր։ Թշնամին զինված էր մինչև ատամները, բայց չկարողացավ կոտրել հայ զինվորի ոգին։ Հայաստանն ու Արցախը ցույց տվեցին իրենց միասնական դիմադրողականությունը։ Թշնամին ավելի շատ զոհ ունեցավ, համոզվեց, մենք կարող ենք հակազդել։ 9 տարի անց շատ բան է փոխվել, Արցախը վերցրել ու դատարկել են, բայց հանրահայտ է, հաջողությունից գլուխը կորցնողը ամեն բան կարող է կորցնել։ 94-ի զինադադարից Բիշկեկյան համաձայնությունից հետո հայկական Արցախը նրանց կոկորդին էր, տասնամյակներ համբերեցին մինչև թված, թե հարմար պահ է։ 9 տարի առաջ այսօրը լուսացավ ադրբեջանական լայնածավալ սադրանքի մասին ծանր լուրերով։ Թշնամին շփման գծի հարավային և հյուսիս-արևելյան ուղղություններով գործի դրեց զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները։ Հայկական կողմի հրամանատարական կազմի ենթադրություններով հարձակումը միտում ուներ վերաճելու ավելի լայնամասշտաբ ռազմական գործողության։ Ուժերի հավասարության մասին մեկ պատկերավոր համեմատություն միայն։ Ընդհանուր առմամբ 2004-ից 2016 թվականներին Ադրբեջանը բանակի վրա ծախսել էր 25 միլիարդ դրամ։ Մեր դեպքում այդ թիվը 4 միլիարդ էր։ Բայց միանշանակ է, հաջողեցինք ապրիլյան քառօրյա պատերազմում, պատմաբանը 9 տարի անց արձանագրում է հայկական կողմը, չնայած կորուստներին, ճնշող առավելություն գրանցեց թշնամու նկատմամբ ռազմական ու դիվանագիտական ճակատներում։ Կառավարման, համակարգման և քաղաքական ղեկավարության ստանձնած պատասխանատվության և մոտեցումների լրջության մեջ էր։ Հարձակումը հատկապես ինտենսիվ էր Թալիշի, Մարտակերտի, Մարտունու և Աղդամի ուղղություններով։ Հայկական կողմը կարճ ժամանակում հակահարված տվեց, հետ վերցրեց մի շարք կորցրած դիրքեր։ Հակամարտության այդ շրջափուլում դիվանագիտական կռիվը հավասարապես ընթանում էր ռազմականին զուգահեռ։ Հայաստանը միջազգային հանրությանը փաստերով էր պատմում, թե Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել։ Ապրիլի 5-ին ժամը 12-ին կրակը դադարում է շփման գծի ողջ երկայնքով, հայկական կողմը համաձայնում է Մոսկվայում հանդիպման առաջարկին։ Այստեղ հարց է, եթե միջամտությունը չլիներ, ով կտուժեր։ Տարբեր տեղեկություններ կան, նաև հենց Ադրբեջանն է դիմել այդ միջամտությանը, մամուլ հրապարակվեցի նման տեսակ։ Հետո ապրիլյանը որակվեց որպես 6-րդ սերնդի առաջին պատերազմ ուղղված մեր դեմ։ Ճակատում արժանապատիվ կռիվ տալու մասին դարձյալ խոսք չկար։ Քոչվորները մտան նաև հայկական տներ, սպանեցին ծերերի։ Ապրիլյան պատերազմի թվերը հակասական են, համենայն դեպս պաշտոնական տվյալներով հայկական կողմը ունեցավ 110 զոհ և 120 վիրավոր։ Ադրբեջանական կողմը մինչև 300 զոհ, այդ թվում հատուկ նշանակության ուժերի զինվորներ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 2023-ի Արցախի կորուստից հետո կարծես ստվեր է ընկել պատմության այս դրվագի վրա։ Բայց պատմաբանը հիշեցնում է, քառօրյա պատերազմը մեր նորագույն պատմության այն կտորն է, երբ հայ մարտիկները կռիվ են տվել հայկական հողի համար հերոսաբար։ Դա մի փորձաշրջան էր, որ պատվով անցանք։ Հայ հասարակությունը արյան գնով համոզվեց, որ էլի ծնում է հերոսներ, որոնք կյանքը տալ պատրաստ են, դիրքը հանձնել երբեք։ Տիգրան Նույգուրղինյան, ժամը լրատվական։
Սադրանքի հետևից Ադրբեջանի հայտարարությունը, թե իբր ապրիլի 2-ին ժամը 13:55-ից 14:05 Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ալիևն այսպես է խաղաղություն խաղում, ստի արշավ նախապայմաններ, զուգահեռ համոզում է, թե Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են ու մնում է ընդամենը 2 պայման կատարվեն։ Իսկ Գերմանիայի նախագահը Բաքու գնացել է մեղայականով, նաև ասել այն, ինչ Ալիևն ուզում էր լսել։ Գրեթե երդվել է, թե խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար 2 պայմանից ավելի բան չեն պահանջում։ Շտայնմայերի ներկայությամբ ով սոցցանցում մեկ տեղադրեց Արցախի դրոշը, մեկ հեռացրեց, մեկ էլ ներողություն խնդրեց Բաքվից, էլի է կրկնում, թե փաստաթղթի 17 կետից 17-ն էլ համաձայնեցված են, ասում է իրենց պայմանները 2-ն են ու նոր չեն, ասում է երկար ժամանակ է այդ պայմաններն առաջ են տանում, բողոքում է, դրանք Հայաստանին հայտնի են, բայց լուրջ արձագանք դեռ չեն ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի դուրս բերումը Հայաստանի սահմանադրությունից մեր օրինական պահանջն է։ Երբ այս 2 պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս 2 օրինական պայմանները։ Օրինական է համարում իր վերջնագրերը հուշկու պնդում, որ արժանահավատ երևա այստեղ, բայց հենց իր վերահսկողության տակ եղած մեդիան Աստծո օրը քննարկում է կազմակերպում պայման վերջնագրերի շարքը շարում, իսկ այս մեկը իսկական ծաղր է։ Հենց սահմանադրության փոփոխության վերաբերյալ իրենց զարմանում են, ինչպես կարող է մի երկիրը պահանջել մյուս երկրից փոխել սահմանադրությունը։ В международном праве мы проиграем, если даже будем заигрывать. Միջազգային իրավունքի հարցում մենք պարզապես տանուլ կտանք։ Որևէ պետության չես կարող ասել փոխի սահմանադրությունդ։ Այս մասին անշուշտ Գերմանիայի նախագահն էլ գիտի, բայց Շտայնմայերը Բաքվում չանդրադարձավ դրան։ Հույս ունի, թե խաղաղության պայմանագիրը շուտով կնքվելու է ու Հարավ-Կովկասում տևական խաղաղություն է տիրելու։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բաքվում Բերլինի դիրքորոշումն է բարձրաձայնում Արցախի հետ կապված։ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է։ Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, եւ այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ եւ հստակ դիրքորոշումը։ Մասնագետները չեն զարմանում, հիշեցնում են, հենց եվրոպական հարթակում Երևանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեց։ Գերմանիայի նախագահի մասին, որի պաշտոնը ավելի շատ ինքը հանդիսանում է որպես երկրի ներկայացուցիչ, ինքը փորձել է Հայաստանում PR անել իր երկիրը եւ իրեն անձամբ, իսկ հետո որ տեսավ, որ Ադրբեջանի կողմից է շատ նեգատիվ ընկալվում, դա ուղղակի ներողություն խնդրեց եւ անցավ արդեն Ադրբեջանում է հիմա Ադրբեջանի սիրտնաշահում։ Դրանից պետք է հասկանանք, որ եվրոպացիները բաց ասել են, որ Ադրբեջանը իրենց համար ավելի կարևոր երկիր է, որ Ադրբեջանը իրենց ռազմավարական գործընկերն է էներգետիկ ոլորտում։ Բաց է նաև տեղեկությունը, որ ադրբեջանական լոբբիի որջը հենց Գերմանիայում է։ Բունդեսթագի падգամավորներն են այսօր դատվում Բաքվից կաշառք վերցնելու ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբինգով զբաղվելու համար։ Իսկ մինչև պարզ կդառնա, թե օրինակ ինչպես կվարվեն Բերլինի իրավապահները ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության նախկին ղեկավար Բաքվից աշխատավարձի պես ռեժիմով դոլարներ ստացած Աքսել Ֆիշերի հետ կամ Բաքվի Սև դրամարկղ մսխած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի երբեմնի ղեկավար Էդուարդ Լինթերնի հետ, հայկական մամուլը գրում է, որ ադրբեջանական ինքնաթիռները այսօր շարունակում են Իսրայելի ավիաբազայից բեռ տեղափոխել Բաքու։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի շարք падգամավորներ խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների դատավարություններն ու իրենց կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, նպաստելու հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Նամակում հեղինակները նշում են, որ ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։ Падգամավորները խնդրել են քննարկել Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների գերիներին այցելելու հնարավորությունը, բացի այդ թույլատրել Կարմիր խաչի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան եւ այցելել բանտարկյալներին։ 23 հայ պատաններին ազատ արձակելու ու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը պաշտպանելու պահանջ են ներկայացրել նաև Եվրախորհրդարանում։ Ընդունվել են Եվրամիության արտաքին պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադառնում են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նաև ողջունում են Հայաստանի որոշումը հապկում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, կարևորում են նաև արցախահայության վերադարձի իրավունքը։
Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր իրականացրել է 5000-րդ բարեկությունը։ Դիտորդները իրադարձության մասին հայտարարել են իրենց միկրոբլոգում, ասելով, որ այսօր հպարտությամբ են նշում հիմնադրումից ի վեր իրենց 5000-րդ բարեկությունը։ Մեջբերեմ։ Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան։ Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար, ասվում է հրապարակման մեջ։ Այս պահին կարճ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Ռուսաստանում ապրելը դժվարացնում են, երեխաների համար խնդիր կդառնա դպրոց ընդունվելը, վարորդների համար տաքսի վարելը։ Հարևանի հողն ավելի լավն է, բայց միավորման պատրաստ չեն, գյուղացին ու հողային քաշքշուկը։ Ծխախոտի դեմ պայքարը չի ստացվում, նոր բան են հորինում։ 21 տարեկանը չբոլորացներին առաջարկում են ծխախոտ չվաճառել։ Իրենք իրենց առաջարկներում խճճված, ինչ ճանապարհ պետք է անցնել դպրոցի տնօրենի աթոռի համար։ Ժամալրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու մտադրություն ունի։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացի տեղեկացմամբ նախատեսվող գործողությունների նպատակը Համասի ահաբեկիչներից ու նրանց ենթակառուցվածքներից տարածքն ազատելն է։ Ռաֆահի և մերձակաշրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել լքել տվյալ գոտին և տեղափոխվել Ալ-Մավասի ափամերձ գոտու վրանային ճամբարներ։ Ի պատասխան Համասն էլ հայտարարել է, որ մարտական գործողությունները վերսկսելու իր որոշմամբ Իսրայելը վտանգում է Գազայի հատվածում մնացած իսրայելցի պատանդների կյանքը։ Ազգային ճակատ կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան և Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ։ Հիշեցնեմ, նա մեղավոր է ճանաչվել հափշտակության գործով և զրկվել է հաջորդ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից։ 5 տարով պետական պաշտոն զբաղեցնելու արգելքից բացի դատարանը Լը Պենին նաև դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որոնցից 2 տարին պայմանական, 2-ը տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100,000 եվրոյով։ Ռուսաստանում ապրելը դժվարանում է, ապրիլի 1-ից նոր խստացումներ են միգրանտների համար։ Ռուսերեն լավ չիմացան երեխաներին դպրոց չեն ընդունի։ Առանց վարորդականի տաքսի վարել չեն կարողանա, եթե 2 անգամ բռնվեն, երկրից կարտաքսվեն։ Բացի այդ, գնված կեղծ ռեգիստրացիաների հետևից են ընկել, սա դեռ սկիզբն է։ Հունիսի 30-ին, ինչպես ասում են, կենացները կքաղցրանան, նոր խստացումներ կլինեն, թվային պրոֆիլը նոր գլխացավանք կդառնա։ Ռուսաստանում գտնվող արտասահմանցի երկքաղաքացիություն ունեցող վարորդները հնարավորություն ունեն առանց քննություն հանձնելու ձեռք բերել այդ երկրի վարորդական իրավունք։ Ապրիլի 1-ից այդ կարգը փոխվել է։ Փոփոխությունը վերաբերում է բոլոր նրանց, որոնք նախատեսում են աշխատանքի անցնել Ռուսաստանում եւ չունեն այդ երկրի վարորդական փաստաթուղթ։ Եվ այլևս որևէ մեկը առանց բացառության իր կարգավիճակի չի կարող վարորդ աշխատել, չունենալով Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք։ Դա տուգանքի ենթակա է, դա խախտում է համարվում եւ 2 անգամ եթե անձին ուղակի ոստիկանները տուգանեն հենց այս խախտման համար, սա հիմք է լինելու, որ մուտքի արգելք կստանա։ Ապրիլի 1-ից խիստ տուգումներ են սկսվել Ռուսաստանում գտնվող հանրակրթական դպրոցներում։ Արտասահմանցի երեխայի գրանցումը կեղծ եղավ կամ գրանցման ժամկետը լրացած, ծնողներին կպատժեն։ Եվ եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի ծնողների եւ երեխաների։ Մասնագետը հորդորում է Ռուսաստանում գտնվող արտասահմանցի, այդ թվում նաև հայազգի ծնողներին չգնել կեղծ ռեգիստրացիաներ։ Դրա համար կարող են ծնողին երեխաների հետ արտաքսել, ընդհանուր քրեական պատասխանատվության ենթարկել։ Իրական ռեգիստրացիա արեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես։ Եթե ծնողները նախատեսում են իրենց երեխաներին ուսման տալ ռուսաստանյան կրթական հաստատություններում, պարտադիր պայման է, որ երեխաները ռուսաց լեզվի իմացություն ունենան։ Դպրոց ընդունվելու պահանջվող անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Երեխաների հետ պարապեք, տվեք պարապելու ռուսաց լեզու, եթե պատրաստում եք, որ ձեր երեխան պետք է դպրոցում սովորի, որովհետև հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Սա վերաբերվում է նրանց,
ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, ունեն ՌԴ-ից տարբեր այլ քաղաքացիություն կամ չունեն ընդհանրապես որևէ քաղաքացիություն։ Հունիսի 30-ին Ռուսաստանում սպասվում է օրենսդրական հերթական փոփոխությունը։ Այդ օրվանից միգրանտների համար կստեղծվի թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին տվյալները։ Բացի անձնական տվյալներից կլինեն քաղաքացու մասին կենսաչափական տվյալներ։ Մեկ պրոֆիլում կամփոփվի բոլոր այն փաստաթղթերը, որոնք կլինեն քաղաքացու համար անձը հաստատող փաստաթուղթ Ռուսաստանում։ Այս process-ը երկու էտապով է իրականացվում։ Առաջին էտապը սկսվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, մինչև 25-ի հունիսի 30-ն է, երբ որ վերցնում են օտարերկրացիների կենսաչափական տվյալները հետևյալ սահմանակետերում՝ Մոսկվայի Շերեմետիևը, Դոմոդեդովը, Վնուկովը, Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայաններում եւ Օրենբուրգի մարզի Մաշտակովը ավտոմոբիլային անցակետերում։ Իսկ 25-ի հունիսի 30-ից կլինի բոլոր օդային եւ ցամաքային անցակետերում։ Մինչև Ռուսաստան մուտք գործելը ոչ վիզային ռեժիմ ունեցող քաղաքացին բջջային հավելվածով կարող է լրացնել տվյալներ, ներկայացնելով, որ 72 ժամ հետո ինքը մուտք է գործելու Ռուսաստան։ Իր տվյալները ստուգվելու են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների կողմից, եւ եթե նրա մուտքը կթույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի ուղղակի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն։ Տաթևիկ Բեժանյանի դիտարկմամբ Ռուսաստանից արդեն 20-ից 30% հայ ազգի միգրացիոն հոսքերի նվազում կա 2-ից 3 տարիների ընթացքում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Դպրոցի տնօրենի ազատ աթոռին կնստեն գործուղված տնօրենները։ Հանրային քննարկմանը ներկայացվել նոր նախագիծ։ Կրթության փորձագետի խոսքով փոփոխություններ են անում, նոր խնդիրներ առաջացնում, հետո նորից վերադառնում հին տաշտակին։ Տնօրենների գործուղման համակարգի մասին լսել են, միջազգային փորձն են վկայակոչում, բայց խնդիրն այն է, կկարողանան արդյոք արդյունավետ տեղայնացնել։ Եկող տարի նախատեսում են դպրոցների 26 գործուղված տնօրեն ունենալ։ Կրթական գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը։ Գործուղումը կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, տեղը չի համալրվել կամ տնօրենն ազատվել է աշխատանքից։ Կրթության փորձագետի կարծիքով այսպիսով գերատեսչությունը հետ քայլ է անում, փորձում շտկել իր սխալներն ու բաց թողում Մենք ինչ-որ բան փոխում ենք, հետո այդ փոփոխությունը ստեղծում է նոր խնդիրներ, փորձում ենք դա կարգավորենք, հետո նոր խնդիրներ եւ այսպես անընդհատ ինքը գծիկի պես գլորվում է։ Ցավոք սրտի մենք հիմա հասանք մի իրավիճակի, որ ունենք դպրոցներ, որտեղ արդեն երկար ժամանակ տարիներով տնօրեն չկա եւ հիմա փորձ է արվում այս նոր ծրագրի միջոցով այդ բացը լրացնել։ Գործուղվել կարող են այն հավակնորդները, որոնք ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ կամ կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն եւ հաղթահարել են հարցազրույցի փուլը, ստացել են կրթության կառավարում եւ առաջնորդություն վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական։ Փորձագետը սակայն տնօրենների ընտրության հարցում խտրական վերաբերմունք է տեսնում։ Մենք անբավարար ենք նշանակում մի տնօրենի, որը ոչ մի վերապատրաստում չի անցել կամ տեխնացուի եւ ինքը ծախողում է իր փոխարեն ուղարկում ենք մեկին, որը միջազգային կազմակերպության գումարներով, ամիսներով վերապատրաստվել է։ Պատկերացրեք X գյուղում ապրող տնօրեն է եւ իր ծրագրերը մերժում են 3 անգամ, բայց մեկը, որ ապրում է Երևանում եւ արտոնյալ ձևով մասնակցել է այդ ծրագրին, հիմա ինքը գալիս է գյուղ եւ դուրս է մղում տեղացի տեխնացուին։ Գործուղվող տնօրենին 138.300 դրամ լրավճար կտան 5 տարի ժամկետով, եւ չնայած տնօրենների գործուղման համակարգը աշխարհի որոշ երկրներում կա, այդուհանդերձ կրթության փորձագետը այս մեթոդը մեր դեպքում անարդյունավետ է համարում։ Եթե գործուղվում է հեռավոր մարզ իր բնակավայրից հեռու միտեղ, իհարկե դա այդքան էլ մեծ գումար չի եւ այստեղ հարցա թե ասենք արդյոք արդիկ պատրաստ են այդպիսի գործողումների, հա, որովհետեւ այդքան էլ հեշտ չի այդ գյուղից գյուղ գնալը։ Այս մոդելը օրինակ տնօրենների գործողման Սինգապուրում կիրառում է, բայց Սինգապուրը ինքը քաղաք պետության պես մի երկիր է, որտեղ այդպիսի խնդիրներ չկան, հա, հեռավորություն եւ այլն։ Խաչատրյանի կարծիքով պետբյուջեից դուրս գրվող ահռելի գումարները կարելի է արդյունավետ տնօրինել։ Անհեթեթ է համարում նաեւ
շուրջ 1400 դպրոցում վարչատնտեսական համակարգողների համար հատկացվող գումարը, որը գրեթե տնօրենի աշխատավարձին հավասար է վարձատրվում։ Եվ ուրեմն ո՞րն է այս արհեստական խառնաշփոթի նպատակը, փորձագետը չունի պատասխանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հող ունեն, բայց մշակելու փող չունեն։ Կառավարությունն ասում է 100,000 դրամ կտա հատիկն դեղենի մշակաբույսի համար։ Գյուղացին ասում է ավելին պետք է ծախսի, որ հող մշակի ձեռնտու չէ։ Վարկ վերցնել էլ չի կարող, սև ցուցակում է։ Կառավարությունն առաջարկում է հողերի կոնսոլիդացման, խոշորացման ծրագիր, բայց այստեղ էլ հարց է առաջանում. կկարողանան արդյոք աշխատել թիմային։ Ծրագիր փող ունեցող հարուստների համար։ Ահա այսպես բնորոշեց Նիկոլ Փաշինյանը գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, կերային մշակաբույսերի մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքները։ Վար ու ցանք, բերքահավաք, սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը 1 հեկտար մակերեսով հողատարածքի համար նախատեսվում է 80-ից 110,000 դրամի չափ։ Կառավարությունում ծրագիրն իրականացնելու որոշումն ընդունեցին, սակայն միևնույն ժամանակ հայտարարեցին, որ այն անարդյունավետ է։ Հաստատեցին, հարուստներն ունեն խոշոր հողատարածքներ, նրանք էլ կօգտվեն։ Հարուստները չեմ ասում, մանը Բիլ Գեյթսը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Ստեղ էլի խոսակցությունը մտնում է փակողի։ Նախկին գյուղնախարարի տեղակալը եւս համաձայն է, որ այո, գյուղացուն սերմացուով ապահովում են, սակայն ամբողջական շղթան իրականացնելու համար էլ գումար է անհրաժեշտ, ինչը հողի մշակը չունի։ Ծրագիր կար, երբ սուբսիդավորում էին դիզվառելիքի, պարտանյութի ծախսերը, դրանք հիմա չեն իրականացվում։ Եթե դու սերմը տալիս ես, մնացածը չես տալիս, անիմաստ է դառնում այդ թանկ սերմը, տանել ցանել, ավելի վնասը դե շատանում։ Հողից եկամուտ ստանալու դրա արդյունավետությունը բարձրացնելու համար կառավարությունում առաջարկեցին կոնսոլիդացնել հողատարածքները։ Վերջին 30 տարվա ընթացքում անընդհատ խոսում են հողերի կոնսոլիդացման, խոշորացման մասին, սակայն ըստ ոլորտի փորձագետների այն իրականություն չի դառնում։ Չկան են առարգական ծրագրերը, որոնք կտանեն հողերի կոնսոլիդացման։ Մի բա ՖԱՕ-ի աջակցությամբ շատ լավ ծրագրեր սկսեցին իրականացնել, բայց հետո դրությամբ առարգական գործ չարվեց։ Շոշափելի ձևով այդ ծրագիրը իրականացվեց։ Մի քանի հողակտոր ունեցող տնտեսվարողներին ծրագրով առաջարկում էին միավորել իրենց հողերը, նրանց տրամադրում էին գյուղտեխնիկա, պարտանյութ։ Նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալը երկու համայնքներում կատարված հողերի կոնսոլիդացիայի արդյունավետության մասին ասում է. ծրագիրն արդյունավետ էր։ Ասենք ես 3 տեղ հող ունեի, ընտրում էի մի տեղ, որտեղ հողի տարածությունը մեծ էր եւ պայմանավորվում էի իմ կողքի հարևանների հետ, որ իրենց հողը փոխում էի իմ ուրիշ տեղ գտնվող հողի հետ, այսպես գտնում էին շփող տարածքներ եւ կարողանում էին համաձայնության գալ, ովքեր որ կոնսոլիդացնում էին իրենց հողերը։ Շահագրգռվածություն էր ստեղծում եւ հատիկ գործը առաջ գնաց։ Բայց հետո էլ դադարեց ու այսպես շոշափելի բան չի արվում։ Սկսեցին թմկահարել կոոպերացիայի ձևավորումը կոոպերատիվներ, բայց ցավոք սրտի էլ օգուտ չտվեց, որտեղ մեր ժողովուրդը չի սիրում միավորված աշխատել։ Ընդհանրապես հողերի կոնսոլիդացման ծրագիրը սկսվել է դեռ 2 տարի առաջ։ Ծրագրից օգտվելու փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն մինչև հողերի գման եւ միավորման աշխատանքներ սկսելը պետք է դիմի էկոնոմիկայի նախարարություն։ Միավորված կոնսոլիդացված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է առնվազն 5 հեկտար լինի, ընդ որում փոխհատուցումը ոչ ավելի քան 200 հեկտար է։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ այս պահին շահառուներ կան Կոտայքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ծխախոտի դեմ պայքարը չի ստացվում, նոր բան են հորինում։ Նախկինում շեմը 18 էր, հիմա առաջարկում են 21 տարեկանը չբոլորացներին ծխախոտ չվաճառել։ Ըստ փորձագետի նախ եղած կարգավորումները պետք է կարողանան արդյունավետ կիրառել։ Կասկածում է, որ 18 տարեկանը չլրացածներին ծխախոտ չեն վաճառում։ Ծխախոտի դեմ պայքարը վաղուց են սկսել, բայց այս տարիներին ծխողների թիվը միայն ավելացել է։ Չծխող տղան գնում է բանակ, զորացրվում ծխելու սովորությամբ, ազգային ժողովի փոխնախագահին է սա անհանգստացնում։ Առաջարկ ունի, ասում է, ծխախոտ գնելու համար նվազագույն տարիքային շեմը 18-ը դարձնենք 21։ Երիտասարդը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում եւ 18 տարեկանն է,
շեմը եւ ընտանիքներից հեռու գտնվելով, շատ արգելող բաներից հեռու գտնվելով, նաեւ միջավայրից հեռու գտնվելով, մի քիչ էլ, չգիտեմ, կարոտից, մյուսների օրինակին հետևելու այդ բանից ելնելով, բնույթից ելնելով, սկսում են ծխել, որը շատ վատ իհարկե բան է։ Այստեղ միջազգային փորձից է օրինակ բերում խորհրդարանի փոխխոսնակը։ Միացյալ Նահանգներում սրճարանները 21 տարին չբոլորացներին անգամ գարեջուր չեն վաճառում։ Հատկապես բանակում իհարկե ծխախոտի օգտագործումը շատ վատ ազդեցություն ունի համ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, համ սոցիալական տեսանկյունից, մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում, իրարից են ուզում սիգարետ ծխելու հատուկ վայրեր կան, այնտեղ զրույցներ են տարբեր տեսակի տեղի ունենում։ Հակածխախոտային մտորումների մեջ Արշակյանն առաջարկում է նաև, որ զորամասերի ու համալսարանների տարածքներում արգելեն ծխախոտի վաճառքը, իրար փոխանցումը։ Ասենք օրինակ զինվորի ընտանիքն էլ չկարողանա այն զորամաս տանել կամ ուղարկել։ Առողջապահության ոլորտի փորձագետը թեպետ անծուխ միջավայրի կողմնակից է, սակայն այս հարցում վերապահումներ ունի։ Նախ սկսենք նրանից, որ չկա այսօր ստուգող, կարգավորող, կառավարող կոմպոնենտ եւ այսօր դեռ հələ ֆակտ է, մինչեւ 18 տարեկան ծխախոտի վաճառքի արգելքը գործում է Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։ Տարիքային շեմը բարձրացնելու փոխարեն փորձագետն առաջարկում է արգելքի արդյունավետությունը լավարկել։ Ազգային ժողովի փոխնախագահին ծանոթ մեկնաբանություն է, ասում է գործընկերների կարծիքներն էլ տարբեր են, բայց այս մեկը հատկապես մատնանշում է, ֆիքսել են։ Այս պահին գործող իրավական կարգավորումները չենք կարողանում վերահսկել, չենք կարողանում դրա խնդիրները կարգավորել, բայց նաև մի հատ նորից կոմպոնենտ ենք ավելացնում, ավելի խստացնող, որը նորից չենք կարողանալու վերահսկել։ Մեր երկրում 16 տարեկանից բարձր բնակչության գրեթե 28%-ը կանոնավոր ծխում է, եւ չնայած այդ թիվը կրճատելու համար գործադրվող ջանքերին, առնվազն վերջին տարիների պաշտոնական հետազոտությունները միայն արձանագրում են, թիվն աճել է, դե շուկայում նաև փոխարինիչներն են ավելացել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադարու կներկայացնենք թողարկման վերջին հատվածը։ Տեսանյութը նկարեց ու թռավ։ Քանդրբազություն անող թուրք բլոգերի դեմ քննչականը վարույթ է նախաձեռնել։ Այլ թեմաներ, աղբահանությունից մինչև ձնամաքրում։ Մայրաքաղաքում սանիտարական մաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար քաղաքապետարանը Կերխեր ընկերությունից ձեռք է բերել 12 բազմաֆունկցիոնալ մեքենա։ Կերխեր ընկերության Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահը գոհ է գործարքից։ Կերխեր ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանը ձեռք բերեց բազմաֆունկցիոնալ մեքենաներ եւ հատուկ տեխնիկա։ Անցնելով երկար ճանապարհ եւ գրավելով նորանոր շուկաներ, ընկերությունը շուրջ 5 տարի պաշտոնապես գործում է նաեւ Հայաստանում։ Անվանումն արդեն բոլորին է հայտնի։ Կերխեր Հայաստանը լինելով փոքր պաշտոնական ներկայացուցչությունը տարածաշրջանում, բայց շատ հաջողակ իր գործում, առաջինն է Կովկասյան տարածաշրջանում, որ կարողացել է նման գործարք կնքել։ Կարճ ժամանակ է ինչ գործում ենք Հայաստանում։ Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ հասցրել ենք սիրվել մեր սպառողի կողմից։ Այսօր գտնվելով այստեղ հպարտ ենք, որ կարևոր դեր ենք կատարում Երևանի շրջակա միջավայրի բարելավման գործում եւ հպարտ ենք, որ նման կարևոր հարցում որպես գործընկեր հենց մենք ենք կանգնած քաղաքապետարանի կողքին։ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 բազմաֆունկցիոնալ մեքենաները նախատեսված են փողոցների, մայթերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնելու համար, իսկ ձմռան ամիսներին փողոցների ու մայթերի ձյան մաքրման, աղի եւ ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար։ Բազմաֆունկցիոնալ բարի ամբողջական իմաստով մեքենաներ են, որոնք որ եւ մաքրում են, եւ փոշեկուլ են, եւ լվանում են, եւ կարծում եմ, որ Երևան քաղաքում նմանատիպ տեխնիկա պետք է գործի եւ շարունակական մենք մեր պարկը պետք է նմանատիպ տեխնիկայով համալրենք։ Քաղաքապետի խոսքով այս մեքենաներն արդյունավետ են նաեւ նրանով, որ թեթև են եւ վնասներ չեն հասցնի այն հատվածներում, որտեղ քարե սալապատում ունենք։ Նման որակյալ գնումները պարբերական բնույթ պիտի կրեն։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Մինչ կանդրադառնանք օդերևութաբանների կանխատեսումներին, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։
Այժմ մանրամասն եղանակի մասին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտում եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է 10-ից 15 աստիճան տաքություն, Վայոց ձորի եւ Արագածոտի նախալեռներում 16-ից 23 աստիճան տաքություն, Լոռիում 14-ից 19, Տավուշում 19-ից 22, Արարատում, Արմավիրում 20-ից 23 աստիճան, Սյունիքի Հովիտներում 25-ից 28 աստիճան, Սյունիքի նախալեռներում 17-ից 23 աստիճան տաքություն։ Երևանում կանխատեսվում է գիշերը 7-ից 9 աստիճան տաքություն, ցերեկը 19-ից 21 աստիճան, երեկոյան կլինի 10-ից 12 աստիճան։ Առանձնացված լուրերն այսքանն էին, շնորհակալություն ուշադրության համար, խաղաղ գիշեր եմ մաղթում։